Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, հաճելիորեն հոգնած ենք քարոզարշավի առաջին օրվանից հետո, ամբողջ օրն անցկացրեցինք Սյունիքում, եղանք մի շարք համայնքներում, վաղը եւս կլինենք Սյունիքում, ելի բազմաթիվ համայնքներ կայցելենք, կհանդիպենք մեր սիրելի հայրենակիցների հետ։ Ես բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել մի քանի հանգամանքի վրա, ավելի շուտ երկու իրադարձության վրա, որոնք տեղի են ունեցել վերջին օրերի ընթացքում եւ որոնք փաստում են այն մասին, որ պատերազմի եռագլուխ կուսակցության անդամները, մասնավորապես գլուխներից մեկը Ծառուկյանը եւ մյուսը Կալուգացի Սամվելը, որոշել են, որ կարող են Հայաստանում հետ բերել նախկին բարքերը։ Այսինքն սրանք ոչ միայն սպառնում են Հայաստանը կրկին ներքաշել պատերազմական կոնֆլիկտային իրավիճակի մեջ, այլև ուզում են վերադարձնել խուլիգանական, բանդիտական, քրեական ենթամշակույթի բարքերը, վախի մթնոլորտը Հայաստանի Հանրապետությունում, այն մթնոլորտը, որը տիրում էր 2018-ից առաջ, երբ մարդկանց ծեծում էին իրենց իրավունքը իրացնելու համար, երբ մարդկանց փորձում էին փողով գնել, երբ մարդկանց հասցրել են մի վիճակի, երբ որ 5000, 10000 դրամով կարողանում էին պարտադրել, ուրեմն ընտրել իրենց, գնել նրանց ընտրական իրավունքը։ Մեկը մի իրադարձությունը վերաբերում է Շենգավիթին, երբ ուրեմն չնախատեսված վայրում սխալ ուրեմն փակցված պաստառը հեռացնելու համար հարձակվել են Թաղապետարանի աշխատակցի վրա, մարմնական վնասվածք են հասցրել գլխի հատվածում, ինչի արդյունքում նա դիմել է, ուրեմն պահանջվել է նաև բժշկական միջամտություն։ Ուզում եմ ասել, որ այս դեպքով մեղավորները ձերբակալված են, ասֆալտի համըզգալով ձերբակալվել են, ինչը տեղի ունենալու յուրաքանչյուրի հետ, ով փորձի ոտնձգել Հայաստանի Հանրապետությունում իրավունքի դեմ առհասարակ եւ փորձի վերադարձնել ուրեմն նախկին բարքերը, ամենաթողության բարքերը, Ծառուկյանին եւ իր թիմին թվում է, որ իրանք այնքան կան, որ կարող են հարձակվել մարդկանց վրա, ծեծի ենթարկել եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց նրանք զգացել են արդեն պետության համը եւ ավելի ուժեղ են զգալու, եթե եւս մեկ անգամ փորձեն ոտնձգել օրենքի, իրավունքի դեմ Հայաստանի Հանրապետությունում։ Մյուս իրադարձությունն էլ վերջին ձայնագրությանն է վերաբերում Կալուգացի Սամոյի թիմի անդամների, որոնք էլ ինչ որ քրեական ենթամշակույթին հատուկ բարքեր են փորձում ուրեմն բերել Հայաստան, ինչ որ պրագոններից են խոսում, ինչ որ հայոյանքներ են, այսպես ասած, պտտում, ասում են ով ԿՊ-ին ընտրի էսա, ով էս չանի էսա։ Այսինքն մենք գործ ունենք 2018 թվականից առաջ գործող բարքերի հետ, որոնք այս մարդիկ փորձում են վերադարձնել Հայաստան։ Եվ պատերազմի եռագլուխ կուսակցությունը սպառնում է Հայաստանին իր ներկայությամբ ոչ միայն Հայաստանը ներքաշել կոնֆլիկտի մեջ, ոչ միայն Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, այլև սպառնում է Հայաստանի ներքին անվտանգությանը։ Նրանք ուզում են վերադարձնել այն մթնոլորտը, որ տիրում էր 2018-ից առաջ, երբ որ իրանց զավակները, իրանց բարեկամները, իրանց ախրանիկները ինչ ուզում էին անում էին, մարդկանց էին ծեծում, մարդկանց էին վախեցնում, մարդկանց էին փախցնում, տանում, պահում իրենց պատվալներում, մարդկանց էին փողով գնում, վախի մթնոլորտի ներքո ստիպում էին անել այն ամենը, ինչ որ իրենց էր պետք ու իրենց ընտանիքներին, իրենց հարազատ շրջապատին։ Չի ստացվելու։ Ինչպես Ծառուկյանի թիմի դեպքում ասֆալտի համըզգալով, օրենքի համըզգալով ձերբակալվել են, ինչպես Կալուգացի Սամոյի թիմակիցների դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բռնվել են էլի ու ձայնագրությունները դուք լսել եք, այս ամենը տեղի ունենալու յուրաքանչյուրի հետ, ով փորձելու է ոտնձգել Հայաստանի Հանրապետությունում օրենքի դեմ, ով կփորձի նորից սպառնալ մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, յուրաքանչյուրի հետ տեղի ունենալու նույն բանը։ Եվ այս ընտրությունները հենց սրա մասին են նաև, ոչ միայն նրա մասին են, որ մենք պետքա տեր կանգնենք մեր խաղաղությանը արտաքին անվտանգության իմաստով, այլև մենք պետք է տեր կանգնենք մեր խաղաղությանը ներքին անվտանգության իմաստով, որպեսզի որևէ մեկի մտքի ծայրով անգամ չանցնի, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է հետ բերել նախկին բարքերը, նախկին մթնոլորտը, որը կրկնում եմ տիրում էր մինչև 2018 թվականը։ Եվ պատերազմի եռագլուխ կուսակցության գլուխը կտրելու, քաղաքական իմաստով գլուխը կտրելու ամենաուղիղ ճանապարհը հետևյալն է. հունիսի 7-ին պետք է գնալ ընտրատեղամաս, վերցնել համար 16 քվեաթերթիկը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը եւ քվեարկել հանուն խաղաղության,
հանուն արտաքին եւ ներքին խաղաղության, հանուն մեր բոլորի բարեկեցության, սիրելի հայրենակիցներ։ Եվ ուրեմն 2026-ին ընտրում ենք 16-ին։